Մեր հայրենիքից դուրս հնչած։ Հարց կարելի է հայրենիքից դուրս արձագանքների մասով։ Հայրենիքից դուրս արձագանքները մենք շատ լավ գիտենք, թե հայ առաքելական եկեղեցու դեմ ինչպիսի արտահայտություններ են եղել, եւ եթե հիշում եք դեռևս 1 տարի առաջ մայիսի 26-ից առաջ, մայիսի 26-ը եթե ուզում եք հիշեցնեմ, դա այն օրն էր, որտեղ որ Վեհափառը Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Վեհափառ հայրապետի նախաձեռնությամբ մայիս 26-ը դա էր, բայց դրանից հետո եւ դրանից առաջ հնչած։ Դուք հիշում եք դրանից ամիսներ առաջ հենց նույն Միլիմեջլիսում իրենց պատգամավորներից Գանջալիևի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները շատ շտապ պիտի ձերբազատվեն հայ առաքելական եկեղեցուց եւ Սփյուռքի ազդեցությունից։ Այո, հիշում եք Նաթան Սրբազանես ամեն ինչի մասին 1 տարուց ավելի է խոսվել է, ուրիշ հարց ունեմ, եթե կարելի է։ Չէ, ես ձեր հարցին եմ պատասխանում։ Բոլորովին դեռ հարց չեմ հասցրել։ Չէ, դեռ ասիք որ Չէ, թողեք ասեմ, չեմ հասցնում։ Երկու օր է Վեհափառ աջակցության տարբեր խոսքեր աստանում դրսից եւ Անտիլիասից եւ Երուսաղեմից հնչել են տեքստեր դատապարտող, իսկ Պոլսից ոչ, ինչպես եք գնահատում Մաշալյան պատվիարքի դրությունը։ Հուսով եմ, որ դեռևս նամակը տեղ չի հասել։ Ասում են նա է հավակնորդը կաթողիկոսի Սրբազան, նման տեղեկություններ լսել եք։ Ես չգիտեմ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը Փառք Աստուծո ողջ առողջ է եւ Աստված նրան երկար կյանք տա։ Այսինքն դուք տեղեկություն ունեք, որ նամակ է գրել, որը տեղ չի ասել։ Դե երևի փոստը լավ չի աշխատել։ Բայց ՀՊԱ-ի նախընտրական ծրագրում կաթողիկոսին հեռացնելու հարց Եկեք կարճ հարցեր եւ հերթով որ ես հասցնեմ կարճ պատասխան տալ։ Տեսեք նորից հիմա։ Եկեղեցու նկատմամբ կատարվողի առնչությամբ թույլտվեք որպես Խոտի ներկայացուցիչ իմ ցավը եւ ամոթի զգացումներով կիսվել ձեզ հետ։ Ես ցավ եւ ամոթ եմ զգում, երբ որ իմ եկեղեցու որևէ սպասավորի վերաբերյալ տարատեսակ լուրեր են տպրդում հանրություն եւ մամուլ, մասնավորապես կուսակրոնության ուխտի խախտման հետ կապված, մասնավորապես եկեղեցու ֆինանսական թափանցիկության հետ կապված։ Խնդրում եմ ի վերջո պարզաբանել եկեղեցի են ներթափանցել արդյոք աշխարհիկ վարքեր, այ մենք շատ խոսում ենք եկեղեցի եւ պետություն անջատ լինելու մասին, բայց կարծեք թե աշխարհիկ վարքերը թափանցել են եկեղեցի։ Ինչ է նշանակում աշխարհիկ վարքեր։ Աշխարհիկ վարքեր այն, որ կուսակրոնության ուխտ տված հոգեվորականին մեղադրում են կամ մեղադրվում է տված ուխտը խախտելու։ Դե գիտեք ինչ, այսօր մեր մամուլում ում մասին ինչ ասեք կարող եք լսել։ Եվ այդ մեղադրում են, թե ինչ են անում, եւ ի վերջո աշխարհում կա մի շատ կարեւոր բան՝ անմեղության կանխավարկած։ Խոսելը հեշտ է, եւ այսօր շատ լավ գիտեք, յուրաքանչյուրի իր գրպանում մի մեդիա ամբողջական բան ունի։ Վերցնում է իր հեռախոսը, վերցնում է իր չգիտեմ, ինչ որ մի գործիքը եւ սկսում է իր կարծիքները խոսել։ Դրա մասին ես ձեզ կաթողիկոսի դուստր ունենալու մասին տարիներ առաջ մամուլը գրեց, բայց մենք չտեսանք համոզիչ հերքում։ Ինչ պիտի տեսնենք։ Անլուրջ բաներին լուրջ չեն պատասխանում։ Անցանք առաջ։ Դուք ինչ կներեք, դատարանից ինչ սպասելիքներ ունեք։ Այսօր ինքնաբացարկ հայտնելուց հետո հնարավոր է հասկանան այս գործի հիմքերի բացակայությունը եւ առհասարակը գործը Սիրելիս հարց եք տալիս, որը որ միայն հնարավոր պատասխան տվողը կարող է պատասխանել։ Շարունակում է մայրաթորի հաշիվներից օգտվել Արման Սարոյանը։ Այո։ Եվ հոգևոր գործունեություն իրականացնել։ Հավանաբար հարցը հենց սա է։ Հարցը նրանում է, որ
եկեղեցու ներքին կանոնական ինքնավարության եւ ոչ թե հայ եկեղեցու, այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիաներով բոլոր կրոնական կազմակերպություններին տրվում է ներքին կանոնական ինքնավարություն, որևէ մեկը չի կարող միջամտել, ձեռնադրել մեկին, չձեռնադրել, կարգալույծ անել, թե չանել, որևէ առաջնորդական պաշտոնի նշանակել, թե չնշանակել։ Այսօր անընդհատ խոսում են նրանք մեր եկեղեցու կանոնադրության 68-րդ կետը, որի տեղ խոսվում է առաջնորդի իրավունքների մասին, բայց չեն հիշում, որ այդ նույն կանոնադրության մեջ շատ ավելի առաջ ամենայն հայոց կաթողիկոսի մասին հատվածում շատ հստակ գրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքն է նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին։ Եվ ձեզ ասեմ, նույն այդ առաջնորդին ոչ թե հանել են, գցել են դուրս, այլ շատ ու շատ դեպքեր են եղել։ Մի վարքյան վերջացնեմ նոր։ Ես չէ, որովհետև խոսում եմ, դուք կողքից խոսում եք։ Հաճեպազրույցը չնշանակում, որ անընդհատ պետք է խանգարեք։ Ես չեմ ժամանակ դրել, որ կթողնեմ, կգնամ, ձեզ եք ասում։ Հարցը նրանում է, որ սա եկեղեցու ներքին եւ ընդհանրապես կրոնական կազմակերպությունների է կամ ինչ է ամբողջ աշխարհով այդ կանոնական հարցերին որևէ մեկը չի կարող խառնել։ Այ հիմա ասա։ Կներեք Սրբազան, թեմերում չպետք է լինեն խորհուրդներ, որոնց քննարկումների արդյունքում պետք է նշանակվեն Հայաստանի թեմերում եւ շատ այլ թեմերում, որտեղ որ կանոնադրություններով եւ հին մեր ավանդական կանոններով առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Թեմերը ստեղծվում են ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ ոչ թե ընտրություններով թեմական պատգամավորական ժողովներ։ Դրսում ինչու է այդպես։ Դրսում 20-րդ դարում որոշ այսպես կոչված դեմոկրատիկ երկրներում եւ հատկապես երբ որ մայրաթորը սովետական միության մեջ էր եւ շատ սահմանափակ էր ավելի գործունեությունը, այդ ժամանակ որոշ թեմերում այդ բաները ուրեմն փոխվեցին որպես ընտրություններով, բայց ի վերջո մենք ունենք կանոնադրություն Հայաստանի Հանրապետության կողմից գրանցված, որտեղ շատ հստակ գրված է, որ կաթողիկոսն է նշանակում, փոխում, դնում, հանում։ Հիմա որտեղ ինչպես է դա կապ չունի։ Դուք ասում եք կաթողիկոսը ծառայություն տևում է, բայց տեղյակ եք, որ ԿՊ-ի նախընտրական կազմում կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրված։ Չէ, կարող է տեղյակ չլինեմ։ Ես Հայաստանում եմ ապրում, հետևում եմ եւ համարում եք ինչն է հնարավոր համարում։ Գիտեք հիմա ԿՊ-ի ժողովուրդ Ներողություն եմ խնդրում, երկու քայլ առաջ կգաք ու պատասխանեք, բացվեք էլի լրագրողները։ Լավ է։ Հա։ Որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր է դնում։ Մի հատ գնացեք այդ ԿՊ-ին հարցրեք, այդ ձեր նախընտրական խոստումներից ինչն է արվել, անցյալների, այսօրվա, ինչն է արվելու։ Եվ ամենադատապարտելին այն է, որ նույն այսօրվա իշխանությունները, որը բնականաբար ԿՊ-ի իշխանություններն են, հայ եկեղեցին մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու, բայց երբևէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելը
իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականության մեջ։ Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, միջամուխ լինելու։ Եթե քաղաքական իշխանին հակադարձում են, թե դուք էլ խախտել եք Եկեղեցին իրավունք ունի միջամուխ ունելու քաղաքական հարցերին։ Ներողություն, վարչապետը իշխանությունը չէ եւ վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյաց եկեղեցին Հայաստանի եկեղեցին չէ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատմականորեն 1700-ամյակներ աշխարհասփյուր եկեղեցի է։ Մի հատ հլո տեսեք, այս մենակ խո Հայաստանի եկեղեցիները չեն։ Ուրեմն ինչ ծրագիր է իշխանության